Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։ Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարի երեկո։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Սոցիոլոգիական հարցման հիմնական նպատակն էր գնահատել ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրության կարծիքը։ Պահանջել էին գումար ատրճանակով հարվածել գլխին, ննջարանի պահարանից վերցրել էին 1 միլիոն դրամ եւ դիմել փախուստի։ Շուկաներում, տոնավաճառներում եւ մարդաշատ այլ վայրերում առավել զգոն եղեք, դրանք գրպանահատների սիրելի վայրերն են։ Հոկտեմբերի 24-ին Երևանի Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի պետական պահպանության գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների շարային ու տեխնիկական ստուգատես։ Պարոն գեներալ լեյտենանտ, ոստիկանության Երևանի ստորաբաժանումները շարային եւ տեխնիկական ստուգատեսների համար շարված են։ Ողջույն ոստիկաններին։ Միջոցառմանը ներկային Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ստորաբաժանումների ղեկավարներ։ Միջոցառման ընթացքում ստուգվեց ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը եւ այլն։ Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով։ Հոկտեմբերի 20-ից 21-ը Ծաղկաձորում անցկացվեց ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները թեմայով սեմինար։ Նախաձեռնությունը ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությանն էր, աջակցությունը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակինը։ Սեմինարի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը։ Միջոցառումը բացեց եւ հյուրերին ողջունեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Այնուհետև խոսքը տրվեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին, ով կարևորեց ինչպես ոստիկանության, այնպես էլ լրատվամիջոցների հետ համագործակցությունը։ Я рад присутствовать на сегодняшней конференции. Ее важность трудно переоценить, учитывая, что от эффективного сотрудничества между полицией и средствами массовой информации зависит, насколько объективно общественность будет проинформирована об общей ситуации, связанной со своей безопасностью. Именно благодаря средствам массовой информации общественность получает возможность лучше ознакомиться с работой полиции, а благодаря своевременно предоставленной информации со стороны полицейских журналистам, общественность может быть должным образом проинформирована о волнующих ее вопросах. Уверен, что курс, взятый полицией на максимальную открытость и установление режима партнерства с журналистами, журналистским сообществом, способствует тому, что средства массовой информации и полиция постепенно становятся своего рода союзниками в работе по борьбе с преступностью, повышению правосознания граждан и укреплению безопасности в обществе. Хочу пожелать участникам плодотворной работы и конструктивных результатов.
Անդրեյ Սորոկինը Վլադիմիր Գասպարյանին ոստիկանությունն իմ պաշտպանն է խորհրդանշական մակագրությամբ հուշանվերներ հանձնեց։ Ոստիկանության պետը գործընկերային հարաբերությունների եւ արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակին անդրադարձավ սեմինարի սկզբունքներին, խնդիրներին եւ ակնկալիքներին։ Այսօր վաղը երբ դուք հարգելիներս կշփվեք ոստիկանության ձեր գործընկերների հետ, կարծում եմ բոլոր չստացված հարցերի պատասխանը երևի կստանաք եւ երևի ավելի լավ կհասկանաք, ակնկալվեք միմյանց կողմից, մեր նպատակը մի բան է։ Ես որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես ոստիկանապետ ասում եմ նայելով ձեր բոլորի աչքերին, ոստիկանությունը լինելու է անաչառ եւ ազնիվ, ոստիկանության գործունեությունը բխելու է օրենքի շահերից։ Ես գիտեմ, որ մեր համակարգը երբեք իդեալական չի լինելու, բայց մեր համակարգը լինելու է իր տրամաբանության մեջ։ Մենք բոլորս իրար ազգականներ, բարեկամներ ենք, մարդիկ ենք, որ ապրում են մեր այս երկրում եւ ոչ մենք ենք ձեզանից լավը, ոչ դուք եք մեզանից լավը։ Ցավոք սրտի որդը կա եւ մեր շարքերում, եւ ձեր շարքերում, եւ ամենուր կա այդ որդը։ Խնդիրը երբեք չի կայացել նրանում, որ նման փոխհարաբերությունների, նման շփումների ընթացքում վանել, մաքրել եւ իդեալական որպեսզի ամեն ինչ դառնա։ Իսեր Աստծո, երբեք այդպես չի լինում։ Կա եւ չարը, եւ բարին, կա եւ արդարը, եւ անարդարը։ Մենք տեսակ ենք մարդկային։ Այսօր ոստիկանությունը գնում է այն ճանապարհով, որ տարիներ հետո, երբ մենք մեր համազգեստը հանենք, քաղաքացին տեսնի, որ այդ համազգեստի մեջ այն ամենայդի մարդ է եղել, այլ ոչ դատարկություն։ Եվ այդ սկզբունքներին մենք չենք դավաճանում։ Խոր համոզմունք ունեմ, որ մեր ճնշող մեծամասնությունը լավատես է եւ մեր ճնշող մեծամասնությունը ուզում է, որ մեր հասարակությունը լավը լինի։ Ես ձեզ սիրում ու հարգում եմ եւ խնդրում եմ ձեզ լինեք միաբան։ Թող Աստված օրհնի մեզ բոլորիս։ Բացման արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանը նոր կտակարաններ նվիրեց մասնակիցներին, ապա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերող հարցեր։ Նշվեց, որ դրանցից յուրաքանչյուրի լուսաբանումն ունի իր առանձնահատկությունները, բայց կա մի ընդհանրական սկզբունք՝ անկողմնակալ եւ ամբողջական տեղեկատվություն հնարավոր է ապահովել միայն ոստիկանության ու լրատվամիջոցների առողջ համագործակցության դեպքում։ Լրատվության միջոցների եւ ոստիկանության համագործակցության հիմնախնդիրներին մասնավորապես անդրադարձավ միջազգային փորձագետ Դուշկո Զավիչը, իսկ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Սեմինարի ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի ոստիկանության եւ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությունը, նշելով, որ արվեց եւս մեկ կարևոր քայլ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդման ճանապարհին։ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն ամփոփեց 2011-2012 թվականներին ոստիկանության գործունեության վերաբերյալ հարցումների արդյունքները, որոնք քննարկվեցին ոստիկանությունում։ 2011-2012 թվականներին ոստիկանության գործունեության գնահատմանն ուղղված հարցման արդյունքները ներկայացրեց հարցումներն իրականացրած կրիմինոլոգների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մարգարյանը։ Սոցիոլոգիական հարցման հիմնական նպատակն էր գնահատել ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրության կարծիքը, բացահայտել հասարակության կողմից դրական եւ բացասական գնահատականի արժանացած ոլորտները, ոստիկանության գործունեության արդյունավետության վերաբերյալ հասարակության դիրքորոշումը, հստակեցնել այն հնարավոր փոփոխությունները, հարցադրումները, որոնք պետք է տեղ գտնեն ոստիկանության գործունեության մեջ։ Հարցումն իրականացվել է մայրաքաղաքում եւ մարզերում։ Ընդհանուր առմամբ հարցման է ենթարկվել մայրաքաղաքում 1545, մարզերում 13101 մարդ։ Միջոցառման արժանահավատությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով հարցում իրականացնողներին բացատրվել էր խնդիրները, սկզբունքները, մեթոդները, հարցման անանուն բնույթի կարևորությունը, իսկ պատասխանների արժանահավատությունն ու օբյեկտիվությունը գնահատելու համար
Հարցվածներին առաջարկվել էր պատասխանել նաև այն հարցին, թե իրենց ազգականները կամ ընկերները աշխատում են ոստիկանությունում կամ կառավարման որևէ մարմնում։ Այդպիսիք առանձնացվել են ինքնուրույն խմբում, որպես ոստիկանության հետ կապ ունեցող անձինք։ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից մայրաքաղաքում եւ մարզերում անցկացված հարցման արդյունքները, որոնք էականորեն տարբերվում են 2009 թվականին անցկացված սոցհարցման արդյունքներից, վերջին շրջանում ոստիկանության որդեգրած քաղաքականության, իրականացվող համալիր միջոցառումների, ոստիկանության պետի անվերապահ կատարման ենթակա հանձնարարականների ու մշտական վերահսկողության խոսուն վկայությունն են։ Ոստիկանության գերագույն խնդիրը օրենքին ու հասարակությանը բարեխիղճ ծառայելն է։ Սա սկզբունք է, մշտական պահանջ, որ դրված է ոստիկանության առջև հանրապետության նախագահի եւ ոստիկանության պետի կողմից։ Ձեռքբերումներն ակնհայտ են, միաժամանակ առավել քան հստակ է խնդիրը՝ վերացնել հարցումների արդյունքում ի հայտ եկած թերությունները, բարձրացնել ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը։ Շնորհակալություն հայտնելով հանգամանալից ուսումնասիրությունների ու վերլուծությունների համար ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարության համար շատ էական են դիտողությունները, նաև ուրախալի, որ ոստիկան քաղաքացի շփումներում ակնհայտ է դրական տեղաշարժը։ Նա նաև հավաստիացրեց, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրվեն ավելի բարձր ցուցանիշներ։ Թե ինչեր են արվել պատվի համար, կարող ենք իմանալ նաև դասականների գործերը կարդալով, բայց որ պատվի համար կարելի է կատարել ավազակային հարձակում, նույնիսկ դասականների մտքով չի անցել։ Իսկ ավազակային հարձակման կասկածանքով ոստիկանություն բերվածները հենց այդպես էին փորձում արդարացնել իրենց արարքը։ Հոկտեմբերի 17-ին ժամը 21-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ահազանգողը հենց տուժողն էր։ Նա հայտնեց, որ հարձակվողները երկու երիտասարդ էին, որոնցից մեկին ճանաչում էր։ Իր այդ ծանոթացել եմ одноклассникում, զանգեց ասեց, բան նվեր ունեմ տալու, ասեցի, ասեց քո ծանոթներից, հա։ Ասեցի լավ, եկավ տեսա տղա էլի ծանոթությունից։ Բայց ոչ մի նվեր էլ չկար։ Փոխարենը ատրճանակով սպառնալիքներ ու հայհոյանքներ։ Պահանջել էին գումար, ատրճանակով հարվածել գլխին, մերկացրել, կպչուն ժապավենով կապ կպել, որ օգնություն կանչելու հնարավորություն չունենա։ Ննջարանի պահարանից վերցրել էին 1 միլիոն դրամ եւ դիմել փախուստի։ Ահազանգը ստանալուց հետո օպերատիվ խումբը արդեն տուժողի նշած հասցեում էր։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարածների ինքնությունը։ Տուժողին ծանոթ Ոմն Արթուրը երևանցի 1993 թվականին ծնված Ռոբերտ Անանյանն էր, իսկ ընկերը 1991 թվականին ծնված Նարեկ Գյոզալյանը։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով։ Հաջորդ առավոտ իրենց հոլիվուդյան ֆիլմի հերոսի ենթադրած ընկերներն արդեն բաժնում էին։ Նրանք խոստովանեցին, որ հանցագործությունն իրենք են կատարել, իսկ պատճառն, ինչպես իրենք նշեցին, շահադիտական չէր, պատվի հարց էր։ Իմացել ենք աղջիկա, դա պարզվել է, որ տրանսվեստիտ է, փողը հետ ենք ուզել չի տվել։ Դրանից հետո զորով ենք վերցրել ստիպելով։ Պարզվեց նաև, որ խաբվածները հանուն պատվի վերականգնման նույնպես խաբել էին։ Հրազեն չէր գործը դնում։ Հանցագործության գործի կատրճանակը, որով հարվածել էին տուժողի գլխին, ընդամենը կրակայրի չէր։ Վերջինս պատնացին ասեցին բան, եթե մլիցեքին ասես, կսկսպոնենք։ Գողոնն արգրավված է, քննությունը շարունակվում է։ Հերթը մեր թեմատիկ էջինն է, որը անվանել ենք անվտանգությունը փողոցում։ Իհարկե ոստիկանությունը կոչված է պահպանելու քաղաքացիների անվտանգությունը նաև փողոցներում, բայց միշտ չէ, որ մեր կողքին ոստիկան է լինում։ Խորհուրդները, որ կներկայացնենք, հիմնված են մեր ու միջազգային փորձի վրա եւ բռնել են ժամանակի քննությունը։
Քիչ չեն դեպքերը, երբ առաջին հայացքից անմեղ թվացող իրավիճակները մեր սխալ ընկալման պատճառով կարող են վերաճել անցանկալի միջադեպի։ Կներկայացնենք ձեզ մի քանի պարզ խորհուրդ, որոնք կարծում ենք ձեր կյանքը կօգնեն դարձնել առավել անվտանգ։ Եթե ձեր կամքից անկախ դեմարդեմ հանդիպել եք հանցագործի եւ եթե համոզված չեք, որ կարող եք առանց կորուստների պաշտպանել ձեր ունեցվածքը, խուսափեք ագրեսիվ վարք դրսևորելուց։ Երբեմն սեփական կյանքն ու առողջությունը չվտանգելու լավագույն միջոցը չդիմադրելն է։ Շատ քրեաբաններ ու փորձագետներ նույնիսկ նշում են, որ հարձակման ենթարկվածը չտուժելու ավելի մեծ շանսեր է ունենում, երբ բացահայտ ընդունում է հանցագործի առավելություններն ու իշխանությունն իր վրա։ Իհարկե, վնասը շատերին է դրդում հակառակ կերպ վարվել, սակայն մասնագետները նման իրավիճակների համար խորհուրդ են տալիս առաջնորդվել բանականությամբ եւ նախքան որևէ քայլ ձեռնարկելը ծանրութ հետեւ անել ու կանխատեսել հնարավոր հետևանքները։ Եվ այսպես քաղաքում եք, որևէ քաղաքում, դա կարող է լինել արտերկրում, կարող է լինել մեր երկրում, մի խոսքով աշխարհում ինչ-որ տեղ։ Խուսափեք սակավամարտ եւ վատ լուսավորված վայրերում միայնակ զբոսնելուց։ Աշխատեք չերթևեկել անծանոթ մեքենաներով, խուսափեք ճանապարհին մեքենա կանգնեցնելուց, ավելի անվտանգ է օգտվել օրինակ տաքսիներից, որոնց կարող եք տարբերակել դեղին հաբանանիշերով եւ թափքին առկա տվյալ ծառայության անվանգելությամբ։ Աշխատեք փողը այնպես պահել, որ տեսանելի չլինի բոլորին։ Փողոց դուրս գալիս պարտադիր չէ զարդարվել թանկարժեք շղթաներով ու այլ պարագաներով։ Եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, այդ մասին տեղյակ պահեք առաջին իսկ հանդիպած ոստիկանին, իսկ եթե մոտակայքում ոստիկան չկա, օգնություն խնդրեք անցորդներից։ Եթե բանկոմատից օգտվելիս որևէ կասկածելի բան եք նկատում, անմիջապես դադարեցրեք գործարքը։ Բանկերից, խանութներից կամ այլ հաստատություններից դուրս գալուց առաջ պահեք գումարը եւ ոչ մի դեպքում փողը դրամապանակի մեջ մի դրեք փողոցում։ Եվ առհասարակ, ցանկացած կասկածելի իրավիճակում անհապաղ դիմեք տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին կամ զանգահարեք ոստիկանություն։ Այդ դեպքում ձեր անվտանգությունը միանգամայն երաշխավորված է։ Հոկտեմբերի 13-ին ոստիկանության կրթահամալիրում հանդիսավոր արարողություններ երթում էին տալիս ակադեմիայի եւ քոլեջի առաջին կուրսի սովորողները։ Ողջույն! Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առաջին կուրսեցիները երթվեցին անմնացորդ ծառայել պետությանը, ծառայողական պարտականությունները կատարելիս ղեկավարվել օրենքով։ Պատվավոր ծառայության անցնելու կապակցությամբ նորընծա ոստիկաններին ոստիկանության պետի եւ իր անունից շնորհավորեց ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը։ Կարևորելով ոստիկանի դերը պետության հասարակության կյանքում, նա հորդորեց հավատարիմ մնալ երթմանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև կրթահամալիրի բարձրաստիճան սպայակազմը, Արարատյան հայրապետական թեմի հոգևոր սպասավոր Տեր Պետրոս Ավագ Քահանա-Մալյանը, սովորողների հարազատները եւ հյուրեր։ Միջոցառման ավարտին ծաղկեպսակ դրվեց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին։ Ոստիկանության սպորտային միջոցառումների պլանի համաձայն հոկտեմբերի 18-ին եւ 19-ին անցկացվեց ատլետիկական կրոսի առաջնություն։ Մասնակցում էին ոստիկանության 22 ստորաբաժանումների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը։ Անզիջում պայքարում 1000 մետր վազքատարածությունն առաջինը հաղթահարեց ոստիկանության զորքերի թիմի մարզիկ Հովանես Պետրոսյանը, իսկ 3000 մետրում առաջինը ոստիկանության կրթահամալիրի թիմի մարզիկ Ռոման Սումբատյանն էր։ Թիմային հաշվարկում մրցանակային 3 տեղերը զբաղեցրին ոստիկանության զորքերի, ոստիկանության կրթահամալիրի եւ Շիրակի մարզային վարչության թիմերը։ Ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը հաղթողներին հանձնեց դրամական պարգևներ, դիպլոմներ ու մեդալներ, իսկ մրցանակակիրներին համապատասխան կարգի դիպլոմներ եւ մեդալներ։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։ Ցտեսություն։